Չկա հարություն, չկա փրկություն, ողջույն ձեզ, եկեք թանկագին Քրիստոս գրքից մի փոքրիկ հատված ընթերցենք։ Հիսուս Քրիստոսի մարմնավոր հարությունը վկայում էր մի քանի կարևոր բաների մասին։ Նախ, այն իրենից ներկայացնում էր վերջնական ապացույցը այն բանի, որ Հիսուսն Աստված է։ Եթե Քրիստոսի ուսմունքը նվաճեր ամբողջ աշխարհը, բայց մենք չունենայինք սա, նրա աստվածության ամենագլխավոր ապացույցը, մենք չենք կարող վստահ լինել նրանում, որ Քրիստոսը Աստված է։ Մահվան դեմ նրա հաղթանակը ցույց տվեց, որ նրա մեսիականության մասին պնդումը հերյուրանք չէ, նա օժտված էր իսկական աստվածային էությամբ։ Նա իր մեջ ուներ կյանքի աղբյուրը, աղբյուր, որը կարող էր թաքնված լինել միայն Աստծո մեջ, եւ եթե Քրիստոսը հարություն չի առել, ձեր հավատը ունայն է, ու դեռ ձեր մեղքերի մեջ եք։ Ակորնթացի 15:17 խոսք։ Առանց Քրիստոսի հարության մեր հավատքը անօգուտ է։ Պողոսն ասում է. դեռ ձեր մեղքերի մեջ եք։ Քրիստոսի հարությունը վկայություն էր այն բանի, որ Աստվածամարդու փոխարինող զոհաբերությունը ընդունված էր, Աստծո արդարադատությունը բավարարված, Աստծո բարկությունը հանդարտված։ Բայց եթե Քրիստոս հարություն չի առել, փրկությունը միայն պատրանք է։ Մենք հավատում ենք, գնում ենք եկեղեցի, աղոթում, Աստվածաշունչ ենք կարդում, պատվիրանները պահում, բարի գործեր ենք անում, բայց մեր մեղքերը ինչպես կային, այդպես էլ մնացել են։ Հավատքն ինքնին փրկող ուժ չունի, ուժը մեր հավատքի առարկայի մեջ է, նրանում, թե ում վրա ենք մենք հույս դնում։ Ահա թե ինչու ենք մենք խոսում այլ կրոնների անզորության մասին։ Նրանք զրկված են Քրիստոսից, դրա համար էլ նրան արդարություն համարվեց, այլև մեզ համար, որ մեզ էլ է համարվելու, որ հավատում ենք նրան, ով մեռելներից հարություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ մատնվեց մեր հանցանքների համար ու հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Հռոմեացիներ 4:22 խոսք, 24-ից 25 խոսք։